Քրիստոս արդյոք քո սրտում հարություն առել է թե չէ։ Ինչպես վերադարձնել տոնի իրական արժեքը ժամանակակից աշխարհում։ Խոսքը Քրիստոսի փառահեղ հաղթական հարության մասին է։ Մեկը ասում է զատիկը, չհասկանալով դրա խորհուրդը, զատվելու, առանձնանալու, մյուսն ասում է հավգիտի կամ կարմիր ներկելու տոնը, մյուսն ասում է բանջար ուտելու։ Գիտեք, դրանք բոլորը խորհուրդներ են եւ մարդածին են, կերակուրների մասին է խոսքը։ Դու կարող ես այդ օրը ընդհանրապես չուտել կամ ուտել կամ ջուր խմել եւ Քրիստոսի հարության հետ ոչ մի առնչություն չունենաս։ Դու կարող ես բոլոր քո սեղանը զարդարել այդ օրվա պահանջելիք խորհուրդով, որը մարդածին է, փլավով, բանջարով, գինիով, հավգիթով, բայց հաղորդ չլինես եւ սրտիդ մեջ իրական հավատ չունենաս, որ Քրիստոս հենց քեզ համար ճեղքեց գերեզմանը եւ հարություն առավ։ Այս եւ այն հարցերի համար ուզում եմ մի փոքր խոսենք։ Քրիստոսի հարության մեծագույն իրական խորհուրդը սա է, որ Հիսուս հարություն առավ, որպեսզի մեզ արդարացնի, իր թափած այրունով խաչի վրա մեր մեղքերը ների։ Եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է նրա խաչելությունը, զուր է նրա բոլոր հրաշքները եւ զուր է անգամ Սուրբ Ծնունդը։ Քրիստոսի հարությունն է լույս սփռում եւ իմաստ տալի թե նրա ծնունդին, թե նրա ապրած կյանքին եւ թե նաեւ իսկապես այսօրվա մեր փրկությանը խաչի վրա թափված այրունով։ Եթե այսօր դու միայն զատկի տոնի առիթով կամ հարության Քրիստոս հարիավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի եւ այսպես շատ գեղեցիկ խոսքերով իրար մաղթանք ենք ասում եւ տոնն ենք տոնում եւ հարբենում ենք, խմում ենք, կենացներ, բարեմաղթանքներ, Քրիստոս արդյոք քո սրտում հարություն առել է թե չէ։ Իրական տոնի խորհուրդը հենց անձնավորությունն է Հիսուս Քրիստոսը։ Եվ Սուրբ Գիրքը շատ պարզ է խոսում Առաջի Կորինթացիների 15-րդ գլխի 13 համարից։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ չի առե հարություն։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առե, ուրեմն ունայն է մեր քարոզչությունը, ունայն է ձեր հավատքն էլ։ Եվ մենք էլ Աստծո սուտ վկաներն են գտնվում, որ Աստծո համար վկայեցինք, թե Քրիստոսին հարություն տվեց, որին չհարուցեց, եթե արդարև մեռելների հարություն չեն առնում։ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին կորան, եթե միայն այս կյանքում հույս ունեն Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց հիմա լսեք, քույրեր, եղբայրներ, Քրիստոս հարություն է առել մեռելներից եւ ինքը ննջեցյալների առաջնեկը եղավ։ Ուրեմն որտեվ մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը։ Քանզի ինչպես Ադամով ամենքը մեռնում էին, այնպես էլ Քրիստոսով ամենքը կենթանանում են։ Հալելույա։ Փառք կենթանի Քրիստոս Հիսուսին։ Նա մեռավ, բայց մեռած չէ ու մեռած չմնաց։ Նա դրվեց